Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մարտի 7-ն է, քաղաքական խաչմերուկի հերթական թողարկումն է, շատ կարևոր վերլուծություն ենք այսօր, քանի որ իրադարձությունները շատ բուռն զարգանում են, հատկապես ադրբեջանա-իրանական ուղղությամբ, պատերազմը շատ ակտիվ փուլի մեջ է, եւ ավելի մանրամասն կոնկրետ փաստերով կվերլուծենք այսօր, թե որքան հնարավոր է, որ սրացում տեղի ունենա Ադրբեջանի եւ Իրանի միջև, որքան է դրա հավանականությունը ու ինչ սցենարով է հիմա ամեն ինչ ընթանում, այսինքն հերթականությունը որտեղից ուր ենք հասել եւ այդ ամենին հետեւելով ուր կարող ենք հասնել եւ արդյոք հնարավոր է պատերազմ Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Երբ որ ես ասում եմ պատերազմ Իրանի եւ Ադրբեջանի միջև, ես չեմ խոսում այն Իրանի մասին, որը որ գոյություններ նախքան այս պատերազմը, նրա ռազմական հնարավորությունները, եւ ես չեմ խոսում միայն Ադրբեջանի մասին, հաշվի առնելով, որ Ադրբեջանը ունի Շուշի դեկլարացիան Թուրքիայի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը միանշանակ կունենա, նրանց բացի ունի աջակցությունը Իսրայելի եւ Իսրայելը վաղուց ներկա է Ադրբեջանում եւ Ադրբեջանը նույնիսկ չխուսափեց եւ չխոչընդոտեց նրան, որ նախկին Իրանի նախագահի ինքնաթիռը խոցվեց կամ պայթեցվեց նրանց հետո, երբ որ նա հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։ Սա շատ բաների մասին է խոսում, բայց սկսենք երևի թե նրանից, որ ինչ որ մեկ անձ Երևանում փորձել է պայթեցնել, այսինքն այրել ազգային անվտանգության շինությունը մոլոտովի կոկտեյլներով, հարված հասցնելով այդ պայթուցիկները նետելով ազգային անվտանգության շենքի վրա։ Արդեն իսկ հայտնաբերվել է, որ տվյալ անձը Ռուսաստանից է եւ ընդդիմադիր ուժերի շատ վառ, շատ մոլերանտ աջակից է, ինչի ենք կարևոր համարում այս սրանով սկսել հաղորդումը։ Մենք միշտ խոսել ենք նրա մասին, որ հիմա Ռուսաստանից բազմաթիվ հայեր են ուղղորդվելու դեպի Հայաստան, որպեսզի տարբեր խնդիրներ ստեղծեն Հայաստանում։ Ահա այդպիսի խնդիրներ, հարձակումներ, դա եւս հիբրիդային պատերազմի մաս է։ Երբ որ ասում ենք հիբրիդային պատերազմ, միայն լրատվամիջոցների նկատի չունենք, դա եւս հիբրիդային պատերազմի շատ կարևոր էլեմենտ է եւ քանի որ այդ անձը նաև չի կարող ուղղակի իշխանամետ լինել, պարզ դարձավ եւ դա էլ թաքցնելու ոչինչ չէ, եւ դրանում էլ ոչինչ չկա թաքցնելու, գաղտնիք էլ չկա, կարծում եմ մեկին մեկ է գուշակելը թե ով էր, պարզվում է, որ ընդդիմադիր պրոռուսական ուժերի շատ մոլերանտ աջակիցներից մեկն է, եւ ես դրա համար ասում եմ սիրելի հայրենակիցներ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է այս փաստերը նաև ուսումնասիրել, շատ փաստեր կան ուսումնասիրել, ոչ այս միայն փաստ, այս կոնկրետ փաստով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի պարզեն հաջորդականությունը, որտեղից է եկել, ինչի է եկել, ինչի համար է եկել, արդյոք կան անձինք, ովքեր որ կիսում են այդ անհատի մոտեցումները, այդ ամենը պետք է պարզվի, եւ ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է չգրանցի այդ ռուսական ուժերի մասնակցությունը ընտրություններին, դա խայտարակություն, դա ժողովրդավարություն չէ, դա ուղղակի թշնամուն բերել է քո երկիր, որ թշնամին գա եւ ներսից պարակտելով քո հասարակությունը, դեզինֆորմացիա տարածելով քո հասարակության մեջ, վախուսարսապ, ահա այսպիսի տերորիստական փոքր ակտեր իրականացնելով հաղթանակ տանի ընտրություններով, այսինքն տապալի Հայաստանում սահմանադրական կարգը։ Դրա համար ժողովրդավարություն արիդ չշփոթենք թուլության ու բացեիթողի հետ, եթե թուլություն ու բացեիթող չկա Հայաստանում, ուրեմն պետք է այդ ուժերը արգելվեն։ Անցնենք թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, հատկապես ադրբեջանական հատվածից սկսենք։ Կարևոր է նշել, որ երեք Ադրբեջանի զորամասերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության, մենք այս մասին չհասցրեցինք առավոտյան խոսել, չնայած որ բավականին ժամանակ է անցել այն բանից, երբ Ադրբեջանում հայտարարվեց, որ զորամասերը բերվում են բարձր մարտական պատրաստվածության, նրանց բացի Ադրբեջանում մեկնարկել է Պահեստազորի գտնվողների զորահավաք,
Եվ ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սա երեկվա հաղորդագրություն է, որ այդ միջոցառումների նպատակն է պատրաստ լինել ցանկացած զարգացման եւ արագ արձագանքման։ Այսինքն, կոնկրետ փաստ Ադրբեջանի զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության։ Ես չեմ հորինում։ Ինչ կա, դրա մասին է խոսում։ Կար ամբողջ օրը տեղեկություն, որ Ադրբեջանը ծանր տեխնիկա է մոտեցնում Իրանի սահմանին, չնայած որ կային նաև տեղեկություններ, որոնցով որ հերքում էր այդ ամենը։ Բայց տարբեր լրատվամիջոցներով, հատկապես միջազգային լրատվամիջոցներով այդ հարցը կոնկրետ քննարկվում էր։ Ես չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որ Ադրբեջանը ծանր տեխնիկա է մոտեցնում Իրանի սահմանին։ Դրանից հետո մենք ստացանք շատ կարևոր մի տեղեկություն, որ ըստ ադրբեջանական այդ լրատվամիջոցների Իրանի ահաբեկչական խումբը Ադրբեջանում չեզոքացվել եւ իբր այդ խումբը պլանավորում էր հարձակում իրականացնել Բաքու Թբիլիսի Ջեյհանի վրա, Իսրայելի դեսպանատան վրա, ինչպես նաեւ Աշկենազի սինագոգի վրա։ Ահաբեկչությունը կանխվել է, 3 պայթուցիկ սարք վնասազերծվել։ Այդ կադրերը երևի նույնպես դուք տեսել եք եւ սա նույնպես շատ լուրջ մեղադրանք է Իրանի հասցեին։ Իրանից արդեն ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որ եթե մենք ցանկանայինք հարված հասցնել Ադրբեջանին, ապա ինչ որ թեթև անօթաչող սարքերով չէինք հարվածի Նախիջևանի օդանավակայանին։ Դրանից բացի շատ կարևոր է նշել, որ Մասուդ Փեզեշքյանը, Իրանի նախագահը, երբ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով, իմիջիայլոց նրանք երեք հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել են Ադրբեջանին նաև եւ Իրանի նախագահը ասել է, որ նման հարձակման հետևում չի կանգնած Իրանը, այսինքն Իրանը չի հարձակվել Ադրբեջանի վրա։ Եվ որպես թեմայի շատ կարևոր շարունակություն եւ սրանք էլ որոշ ինդիկատորներ են իրենց մեջ պարունակում եւ կարևոր միջայլոց հանձնարարական են տվել ադրբեջանցիները, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը եւ Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը շատ արագ էվակուացվեն, շատ արագ տարհանվեն։ Այդ մասին հաղորդել է Ջեյհուն Բայրամովը եւ կրկին մեկ անգամ նշել է, որ զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացված է։ Այս բոլոր հայտարարությունները կարող եք ստուգել, ես ինքս ինձանից ոչինչ չեմ հորինում։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ Հայաստանում փորձագետները բաժանվել են երկու մասի, թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս, հայ փորձագետների մասն է խոսքը, որոշները պնդում են, թե Ադրբեջանը որևիցե գործողության չի կարող գնալ եւ չի գնա ընդդեմ Իրանի։ Կան նրանք, ովքեր որ պնդում են, չէ, նման բան հնարավոր է։ Ես ուղղակի հիմա փաստերն եմ ներկայացնում, վերջում կրկին կասեմ իմ կարծիքը։ Ես երեք արդեն ասել եմ իմ կարծիքը, այսօր կրկին կասեմ իմ կարծիքը նոր լրացումներով։ Այս համատեքստում շատ կարևոր է նաև նշել, որ Հայաստանի արտգործնախարարը եւ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներ։ Նաև երեք Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհակալության նկար է հրապարակել դրոշներով, երկրների դրոշներով, ովքեր որ տեղի ունեցած այս միջադեպի պայմաններում աջակցեցին Ադրբեջանին։ Եվ այդ երկրների ցուցակում էր նաև Հայաստանի Հանրապետության դրոշը։ Վերջում Հայաստանի Հանրապետության դրոշն էր։ Այն որ Հայաստանի Հանրապետության դրոշը կար այդ երկրների ցուցակում, սա առանձին թեմա է, կարելի է երկար խոսել այս մասին, հաշվի առնելով այն, որ Արարատ Միրզոյանը զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին եւ կոնկրետ խոսել էր այն մասին, որ անընդունելի է, որ տարածաշրջանում լարվածությունը շարունակվի եւ տեղի ունենա, ընդհանրապես լարվածություն Ադրբեջանը համարել էր սա որպես աջակցություն եւ Հայաստանի դրոշը նույնպես պատկերել էր այդ նկարի մեջ եւ ընդհանուր բոլոր երկրներին շնորհակալություն հայտնել։ Մեզ համար իհարկե դա պոզիտիվ է։ Ինչպես կնայի դրան Իրանը, սա արդեն ուրիշ հարց է, շատ ավելի բազմաշերտ հարց է, բայց հաշվի առնելով այն, որ Իրանի ռեժիմը դժվար թե իմ պատկերացմամբ շատ երկար կարողանա գոյատևել, սա էլ բնականաբար մենք 100%-ով չենք կարող կանխատեսել, բայց ամենայն հավանականությամբ այդպես է, մեր շատ չպետք է մտահոգի, թե ինչ է մտածում իրանական ռեժիմը, բայց նույն այդ
նկարի հրապարակումը Ադրբեջանի արտգործնախարարության կողմից ցույց է տալիս այն, որ Ադրբեջանին ձեռնտու է, որ աշխարհը խոսի նրանից, որ Ադրբեջանի վրա հարձակվել են, այս թեման արծարծի, ինքը ցույց է տալիս, թե որքան մեծ է աջակցությունը աշխարհի Ադրբեջանին, եւ դրանից բացի իրենք փորձում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին ցույց տալ, թե որքան կարևոր դաշնակից են իրենք ընդդեմ Իրանի։ Այսինքն իրենց գինը եւ դերը բարձրացնում է Ալիևը, փորձում է բարձրացնել։ Դա արվում է ոչ միայն ամերիկացիների աչքի առջև, այլ նաեւ Իսրայելի։ Բայց ի տարբերություն Թրամփի, Իսրայելում շատ ավելի լավ գիտեն, թե ինչու է ընդունակ Ադրբեջանը եւ ինչքան խորը կարող է գնալ Ադրբեջանը այս հարցում։ Երեք նաեւ մեկ շատ կարևոր տեղեկություն կար մամուլում, եթե դուք նկատել եք, այսինքն իրանական աղբյուրները տարածել էին շատ մի կարևոր տեղեկություն, որ Իրանի հյուսիսում, հյուսիս-արևմուտքում, Թաբրիզում եւ Ուրմիայում հնչել են բազմաթիվ պայթյուններ, այսինքն արդեն իսկ լարվում է Իրանի հյուսիսը, այսինքն մեր հարավը, Հայաստանի եւ Ադրբեջանի հարավը։ Սա եւս արդեն ինչ որ բան է նշանակում։ Ես դիտմամբ այս փաստերի վրա ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որովհետեւ դրանք շատ կարևոր են, որոնց վրա որ մենք հիմնվելով արդեն անելու ենք վերջին եզրահանգումները, թե ուր է շարժվում իրավիճակը։ Եվ վերջում կարծում եմ սա էլ է ինչ որ չափով կարևոր, բայց ընդհանուր այդքան մեծ կարևորություն չունի, բայց կարևոր է կարծում եմ նշել, որ Բելարուսի պաշտպանության նախարարը զանգահարել նաև նույնպես զանգահարել Ադրբեջանի պաշտպանության նախարարին եւ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, առաջարկելով Բելարուսի աջակցությունը դատապարտելով տեղի ունեցածը Նախիջևանի նկատմամբ։ Շատ հետաքրքիր է, չէի սպասում, որ Բելարուսը դիմեր այդպիսի քայլի, բայց ահա փաստ է, որ դիմել է։ Հիմա փորձենք կարճ ամփոփել սա, հետո արդեն նոր անցնենք այն ամեն ինչ, թե ինչ է տեղի ունենում ընդհանուր գլոբալ Իրանի շուրջ։ Իրանի եւ Ադրբեջանի, եթե հնարավորություններին նայում ենք ռազմական հնարավորություններին, փաստ է, որ Իրանի ցամաքային զորքերը անգամներով գերազանցում են Ադրբեջանի զինված ուժերին։ Փաստ է, որ Ադրբեջանի հրթիռային կարողությունները կարող է ընդհանուր առմամբ 1-2%-ն էլ չկազմեն Իրանի հրթիռային հնարավորությունների։ Նույնն է նաև փաստացի անօդաչու թռչող սարքերի հետ, այդ հիմնականում կամիկադզե թռչող սարքերի հետ, որը որ ունի Իրանը։ Քանակական առումով Իրանի անօդաչու թռչող սարքերը շատ ավելի շատ են։ Ավիացիան, եթե մենացորդները հաշվի առնենք, իրանական շատ հին, դրանք եւս մեծ հաշվով շատ ավելի մեծ են, քան Ադրբեջանինը։ Ինչ ունի Ադրբեջանը։ Եվ արդյոք Ադրբեջանը կարող է ուղիղ ռազմական գործողությունների մեջ մտնել Իրանի հետ։ Նույնիսկ այս պայմաններում, երբ որ Իրանը գտնվում է շատ ծանր իրավիճակում, Ադրբեջանը միայնակ չի կարող ռազմական գործողությունների մեջ մտնել Իրանի հետ։ Չնայած որ ադրբեջանական զորքը ՆԱՏՕ-ի ստանդարտներով պատրաստված է, ի տարբերություն իրանականի, եւ շատ ավելի բարձր տեխնոլոգիական է, նաեւ Ադրբեջանի դրոնները շատ ավելի բարձր տեխնոլոգիական են, քան իրանական դրոնները, բայց թվականակով արդեն ասեցի, որ նրանք շատ մեծ տարբերության մեջ են։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց փորձեցի ուսումնասիրել այս թվերը։ Տանկերի մասով Իրանի տանկերը շատ ավելի հին են։ Ադրբեջանը շատ ավելի ժամանակակից, կարող է հրետանու մասով նույնպես Ադրբեջանը առավելություն ունենա։ Տեխնոլոգիական առավելության մասին է խոսքը, նորագույն տեխնոլոգիաների մասով։ Ուղիղ պատերազմ հնարավոր է, որքանով հավանական է, ինչպես արդեն նշեցի, ուղիղ պատերազմը գրեթե անհնար է, բայց հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ունի Շուշիի դեկլարացիա ստորագրած Թուրքիայի հետ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է, եւ ինչպես արդեն նշեցի,
չէին վախեցել նույնպես ոչնչացնել Իրանի նախագահի ուղղաթիռը հանդիպումից հետո Իլհամ Ալիևի հետ, չեմ ասում Ադրբեջանն է արել, բայց Ադրբեջանի տարածքից է դա արվել եւ դա արել է Իսրայելը, բոլորը գիտեն այդ մասին, բոլորը բացեիված խոսում են, բայց Ադրբեջանը միանշանակ տեղյակ է եղել, թե ինչ է տեղի ունենալու։ Այդ ամենը հաշվի առնելով մենք կարող ենք եզրահանգման գալ, որ Ադրբեջանն հիմա ձեռնտու է լարվածության այս աստիճանը պահպանել եւ նույնիսկ մի փոքր ավելացնել, հաշվի առնելով նաեւ այն, որ Ադրբեջանից հարավանգած տարածքներում, հյուսիսային Ադրբեջանում, իրանական տարածքի մեջ, ինչպես մենք արդեն քննարկել ենք, մոտ 30 միլիոն ադրբեջանցիներ կան։ Եվ այդ ադրբեջանցիները համարում են իրենց հայրենիքը այսօրվա Ադրբեջանը եւ այդ տարածքները, այսինքն իրենք համարում են, որ բաժանում է տեղի ունեցել Խորհրդային Միության ժամանակ, դա այդպես էլ եղել է, ռուսական ուժերը բաժանել են, մի մասը մնացել է պարսկական տիրապետության տակ, մնացած մասին տվել են անկախություն, ստեղծել են անկախ պետություն Խորհրդային Միությունից առաջ եւ հետո նաեւ Խորհրդային Միության ժամանակահատվածում փորձ է եղել նույնիսկ, որ այդ տարածքները միացնեն։ Ստալինը շատ լուրջ աշխատանք է տարել նաեւ այդ ուղղությամբ, լեզուն է եղել այնտեղ պետական ադրբեջաներեն, հետո նաեւ իրարանցում շատ լուրջ իրադարձություններ, երևի գիտեք այդ մասին որոշ չափով։ Իմիջիայլոց Էլչիբեը նույնպես կողմնակից էր, որ այդ տարածքները անկախանան եւ միացվեն Ադրբեջանին։ Նման ակնարկներ շատ հերվից, շատ զուգուր, բայց անում է նաեւ Իլհամ Ալիևի կառավարությունը, արել է եւ անում է։ Հիմա եթե Իրանը օրեցօր շարունակի թուլանալ, իսկ Ադրբեջանը պահպանի այս լարվածության աճը, կարող է շատ հարմար պահ ստեղծվել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիան շահերով ունի, փոքր այլ են Թուրքիայի շահերը, երեկ էլ ենք մենք այս մասին խոսել, այսինքն Թուրքիայի շահերը տարբերվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահից, այսինքն պանթուրքիզմի մասով միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը դեմ կլինեն, բայց այն, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն բուն Իրանի տարածք, ապստամբություն տեղի ունենա, մենք դա տեսնում ենք, թե ինչպես հիմա իրենք քրդերին են փորձում ոտքի հանել։ Այսօր իմիջիայլոց Իրանը հարված է հասցրել Իրաքի Քրդստանին։ Այդ վտանգը կա, բայց պատկերացրել ուր Իրաքի Քրդստանը կամ քրդերը զինված ուր Ադրբեջանը։ Բայց Ալիևը կրկնեմ, հիմար չեմ, բոլորս դա հասկանում ենք, եւ ընդհանրապես Թուրքի հոգեբանություն է հարձակվել միայն այն ժամանակ, երբ որ հիմնական հարցը լուծված կլինի, երբ որ իրենք արդեն տեսնեն, որ 100%-ով արդեն շքանշաններ ստանալու ժամանակն է, հաղթողների ցանկի մեջ կրվելու ժամանակն է, այդ ժամանակ իրենք կհարձակվեն։ Այդ ժամանակ իրենք կհարձակվեն։ Այսօր չեմ կարծում, որ այդ պահը հասունացել է, բայց երբ ասում եմ այսօր այդ պահը չի հասունացել, դա չի նշանակում, որ օրեր անց կամ շաբաթներ անց այդ պահը չի հասունանալ։ Ժամանակը տեսնում եք, թե ինչպես է թռնում, եւ ես կարծում եմ, որ շատ արագ տեմպերով կարող է process-ները տեղի ունենան, զարգացում տեղի ունենա եւ հնարավորություն ստեղծվի Ալիևի համար անպայման մտնել խաղի մեջ։ Դրա հիմքերը արդեն այսօր ինքը հստակ դրել է։ Փաստերը նոր է ընթերցում, երեկվա մեր հաղորդման մեջ նույնպես ներկայացրի։ Դրա համար այն բոլոր փորձագետներ եւ վերլուծաբաններ, ովքեր որ ասում են միանշանակ նման վտանգ չկա, նման բան տեղի չի ունենա, ես կարծում եմ, որ իրենք շտապում են, շատ են շտապում։ Եվ մենք էլ, որպեսզի չշտապենք մեր բնդումների մեջ, ես ասում եմ, իրենք արդեն հիմքը դրել են եւ հստակ, շատ կոնկրետ շարժվում են այդ նպատակով։ Ես կուզենայի սխալված լինել, քանի որ դա մեզ համար կարող է աղետաբեր ավարտվել։ Եվ ես երեք նշեցի, թե ինչու կարող է այդ ամենի պատճառով մենք ընդհանրապես կորցնենք սահմանը Իրանի հետ։ Իսկ եթե նման բան տեղի ունենա, Հայաստանի պետականության հարցը շատ լուրջ հարցականի տակ կդրվի։ Դրա համար ես ինքս շատ եմ ցանկանում
սխալվել, շատ եմ ցանկանում սխալվել, բայց տեսնում եմ ահա այսպիսի շատ լուրջ վտանգներ, կրկնեմ, այսօր կարող է դա հնարավոր չէ, բայց այսօրվա մասին էլ խոսք չկա, օրեր անց կամ շաբաթներ անց այդ ամենը կարող է հնարավոր դառնալ, եւ այդ ուղղությամբ հստակ քայլեր է անում Ալիևը եւ այդ ուղղությամբ հստակ գնում է Ադրբեջանը։ Հիմնականում այսքան հայրենակիցներ այս հարցի շուրջ կցանկանայի նաև ձեր կարծիքը տեսնել մեկնաբանությունների մեջ։ Անցնենք մնացած կարևոր հարցերին։ Երեք տեղեկություն տարածվեց այն մասին, որ Իսրայելը հարված է հասցրել շատ լուրջ բունկերի, ամենակարևոր բունկերներից մեկին Իրանում, որտեղ որ պետք է թաքնվեր այաթոլլան եւ չի հասցրել։ 50 ինքնաթիռներով իրենք հարված են հասցրել այդ բունկերին։ Տոննաներով պայթուցիկներ են լցել, այսօր էլ արդեն առավոտյան կային կադրերը, թե մոդելավորված, այսինքն դա ինչ բունկերի մասին է խոսքը եւ քանի շերտանի շատ լուրջ պաշտպանություն է ունեցել այդ բունկերը։ Ըստ իսրայելական աղբյուրների այդ բունկերը ոչնչացված է եւ հավանականությունը մեծ է, որ այդ բունկերում եղել են Իրանի բարձրաստիճան ղեկավարները, ներկայիս բարձրաստիճան ղեկավարները, հիմնականում իսլամական հեղափոխության պահապանների այդ կորպուսի ղեկավար մասը։ Դրանից բացի տեղեկություններ ստացվեց, որ հատկապես Washington Post-ն այս լուրը տարածել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարզել են, որ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին։ Եվ այդ տեղեկությունների մասին կան հստակ կոորդինատներ, թե որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն տեղակայում ռազմանավերը եւ օդանավերը։ Այդ փոխանցող տվյալների մեջ կան նաեւ ռադարային համակարգի մասին տեղեկություններ, այսինքն այն ամենը, այսինքն ամերիկյան կոորդինատները, բոլոր կոորդինատները հստակ փոխանցվում են իրանական կողմին, ռուսների կողմից։ Այսինքն մոտավորապես ճիշտ այնպես, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները դա անում էր Ուկրաինայում ընդդեմ Ռուսաստանի։ Դրանից բացի մենք տեղեկություններ նաև ստացանք այն մասին, այսինքն լրատվամիջոցներում է այդ տեղեկությունը, որ Չինաստանը տարբեր կոմպոնենտներ է սկսել մատակարարել Իրանին։ Տարբեր կոմպոնենտներ, նաև հրթիռներ ստեղծելու համար անհրաժեշտ դետալներ եւ այս ինֆորմացիան եւս ստուգում են։ Բայց նույն ժամանակ Հորմուզի նեղուցի մասով Չինաստանի դիրքորոշումը շատ հստակ է, որ այն չպիտի փակվի։ Եվ դրա համար երևի Իրանը ամբողջովին չի համարձակվել փակել Հորմուզի նեղուցը։ Ինչ այլոց Ռուսաստանի վրայից կարող Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա ժամանակավորապես հանեն պատժամիջոցները նավթային հատվածի վրայից։ Այս մասին տեղեկությունը մենք ստանում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից, քանի որ աշխարհում մեծ պակաս դեֆիցիտ է առաջանում վառելիքի, կարող է ժամանակավոր Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցները հանեն Ռուսաստանի վրայից։ Սա երկու նպատակ ունի մեղմել Ռուսաստանի դիրքորոշումը Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով նաև Իրանի նկատմամբ գործողությունների, հիշում եք, Պեսկովը ասում էր, սա մեր պատերազմը չէ, մենք մեր շահերը ունենք այս պատերազմից, մենք մեր օգուտն ենք քաղում, մոտավորապես այդպիսի հայտարարություն էր անում, հստակ ասելով, որ մենք ուզում ենք նավթ վաճառել եւ մեծ ձեռնտու են նավթի գների աճ, այսինքն կարճաժամկետ առումով Ռուսաստանի համար այս պատերազմը շատ ձեռնտու, երկարաժամկետ առումով դա աղետ է, կործանարար հետևանքներ ունի Ռուսաստանի համար, բայց իրենց հիմա լավ է, քանի որ կարող է մեծ եկամուտ ստանալ այս կարճաժամկետ կատարվածքով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել նոր հայտարարություններով եւ ասում է, որ չէ, Իրանը պետք է անպայման կապիտուլյացիայի ենթարկվի, որից հետո արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմեն վերականգնելու Իրանը, իրանական տնտեսությունը, այն մասին մենք արդեն խոսել ենք, որ Վենեսուելայի սցենարով ինքն է ուզում Իրանում ղեկավար նշանակել, երեք էլ ասում է, թե ես խնդիր չեմ տեսնում կառոնավոր առաջնորդի պրոբլեմ չէ, կարևորը նա է, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նկատմամբ լավ տրամադրված լինի, թշնամաբար տրամադրված չլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նկատմամբ։ Այսինքն նույնիսկ թեմ չէ
այաթոլլաներին, եթե այդ այաթոլլաները լավ լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Իրանի ժողովրդի մասին արդեն մոռացել են, ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերվում է այս օպերացիայի երկարաձգմանը կամ որքան կարող է այն տևել, Սպիտակ տունը ասում է, որ կարող է այն տևել, այսինքն վերջին տեղեկություններն են սրանք 4-ից 6 շաբաթ։ 100 օրերի մասին էլ կար խոսք, բայց ոչ Սպիտակ տանից, հրապարակում ներկային այդպիսի, բայց 4-ից 6 շաբաթ փաստացի աչքի առջև վերցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմնականում այսքան, սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են հարվածներ հասցնել Թեհրանին, նույնպես, իսկ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին, եւ ոչ միայն Իսրայելին, այլ կրկին շարունակում է թիրախավորել Պարսից ծոցի երկրները։ Սրանք են ամենակարևոր տեղեկությունները, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։